Երևան Երազք Մեղրի ավտոճանապարհի Հունիսի 16-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Լանջար գյուղի տարածքում բախվել են իրանական համարանիշներով Volvo Մակնիշի բեռնատարը եւ Mercedes Մակնիշի մարդատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։ Կա 5 վիրավոր, որոնցից 3-ը անչափահաս են։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Ֆրանսիայի Էվիան քաղաքում ընթացող մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում եվրոպացի դաշնակիցները փորձում են կամրջել Վլադիմիր Զելենսկու եւ Դոնալդ Թրամփի հարաբերությունները։ Էմանուել Մակրոնն այս շաբաթ միջնորդել է նրանց կարճատև հանդիպումը, նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն սևեռել ուկրաինական պատերազմի վրա։ Զելենսկին Թրամփին է ներկայացրել Կիևի ավերված վերափոխման մայր տաճարի լուսանկարները, փորձելով հուզական ազդեցություն թողնել նրա վրա։ Նախկինում Թրամփն անդրդվելի էր այն համոզմունքում, թե Ուկրաինան պարտավոր է տարածքներ զիջել Ռուսաստանին մարտերը դադարեցնելու համար։ Այժմ գագաթնաժողովի մասնակիցների շրջանում ձևավորվել է ընդհանուր կարծիք, որ Ռուսաստանն ի վիճակի չէ հաղթել պատերազմում։ Այդուհանդերձ դեռևս կասկածելի է, թե նման քայլերը որքանով կփոխեն Թրամփի 2025 թվականի Անկորիջի հանդիպումից հետո արմատավորված դիրքորոշումը։ Ռուսաստանը հայտարարել է կանադայի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցային սահմանափակող ցանկի ընդլայնման մասին, ի պատասխան Օտավայի նոր սահմանափակող միջոցների։ Դաշնության արտգործնախարարության տվյալներով ցուցակում ներառվել է Կանադայի 103 քաղաքացի, որոնց այսուհետ մշտական հիմունքներով արգելվում է մուտք գործել Ռուսաստանի տարածք։ Սահմանափակումներն անդրադարձել են Կանադայի քաղաքական եւ պետական համակարգի տարբեր մակարդակների ներկայացուցիչների վրա։ Դրանց թվում են սենատորներ եւ խորհրդարանի վերին պալատի անդամներ, համայնքների պալատի падգամավորներ, ներառյալ գործող նախարարներ եւ գերատեսչությունների ղեկավարներ, պետքարտուղարներ եւ խորհրդարանական քարտուղարներ, ինչպես նաեւ մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնց թվում նախկին դիվանագետներ եւ կազմակերպությունների ղեկավարներ են։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ միջոցները ձեռնարկվել են որպես պատասխան արձագանք Կանադայի պատժամիջոցային քաղաքականությանը եւ կրելու են անժամկետ բնույթ։ Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնել են սերտորեն համագործակցել Կովկասում, Մերձավոր Արևելքում եւ այլ տարածաշրջաններում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Իր թուրք գործընկեր Հական Ֆիդանի հետ Մոսկվայում կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ նա ասել է, որ համագործակցության կարևոր ասպեկտներից մեկը Սևծովում անվտանգությունն է, Կիևի սադրանքներ կազմակերպելով փորձերի ֆոնին։ Նա հիշատակել է Ուկրաինայի լցանավերի եւ հացահատիկային նավերի վրա հարձակումները, թուրքական հոսք եւ կապույտ հոսք գազատարների դեմ ահաբեկչական հարձակումները։ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Թուրքիայի օգնությունը խաղաղ կարգավորման ուղիների որոնման գործում։ Հական Ֆիդանն էլ նշել է, որ երկիրը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված նոր համաձայնությունը հույս է արթնացրել Լիբանանում պատերազմի վերջնական դադարեցման հարցում։ Հազարավոր տեղահանված լիբանանցիներ արդեն շտապում են երկրի հարավային շրջաններ, վերադառնալու իրենց հարազատ բնակավայրերը։ Թիրի եւ Նաբաթիայի գյուղերում վերադարձողներին սպասում են ավերակներ ու գրեթե ամբողջությամբ հողին հավասարեցված քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Չնայած զինադադարի լուրերին, իսրայելական զորքերը դեռևս վերահսկում են Լիբանանի հարավային տարածքի մոտ 20%-ը եւ հրաժարվում են նահանջել։ Հեզբոլլահ խմբավորումը հավանություն է տվել գործարքին։ Հակամարտությունը կտրուկսրվել էր դեռևս գարնանը Իրանի հոգևոր առաջնորդի սպանությունից հետո։ Նախկինում կնքված եւ տապալված մի քանի հրադադարները լուրջ կասկածի տակ են դնում նաեւ այս նոր պայմանավորվածության երկարակեցությունը։ Դոնալդ Թրամփը վերջին շաբաթներին սկսել է հրապարակայնորեն ճնշում գործադրել Բենյամին Նեթանյահուի վարած քաղաքականության վրա, պահանջելով նվազեցնել Լիբանանում Հեզբոլլահի դեմ հարձակումների թափը։ Սպիտակ տան ղեկավարը կասկածի տակ է դրել Բեյրութին հարվածելու նպատակահարմարությունը եւ առանձնազրույցներում խիստ կոշտ բնորոշումներ տվել իսրայելցի գործընկերոջը։ Այդուհանդերձ նմանատիպ դիմակայությունը նորություն չէ, քանի որ դեռ Ֆորդի եւ Ռեյգանի ժամանակներից Վաշինգտոնը պարբերաբար սպառնացել է վերանայել կապերը Իսրայելի քայլերի պատճառով։ Տարաձայնությունների հիմքում շահերի բնական տարբերությունն է։ Ամերիկան ձգտում է խուսափել տնտեսական ցնցումներից, մինչդեռ Իսրայելը պայքարում է իր գոյությանն ուղղված անմիջական սպառնալիքների դեմ։ Չնայած այս վեճերին Իսրայելը մնում է Վաշինգտոնի օրինակելի դաշնակիցը, որն իր վրա է վերցնում տարածաշրջանային ընդհանուր թշնամիների դեմ պայքարի ողջ ծանրությունը։ Հետևաբար երկու պետությունների միջև առկա հակասությունները ոչ թե դաշինքի փլուզման նախանշաններ են, այլ խիստ փոխկապակցված գործընկերությանը բնորոշ բարդության դրսևորում։
Լիբանանի հարավում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունից հետո սահմանային իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Հեզբոլահի արձակած մի քանի հրթիռների որսման մասին։ Ըստ իսրայելական կողմի վարկածի այդ արկերը նշանառության տակ են վերցրել Լիբանանի հարավում տեղակայված իսրայելական ստորաբաժանումները։ Ի պատասխան իսրայելական ուժերը հարվածել են հրթիռների արձակման կայանի։ Նույն տարածքում Իսրայելը թիրախավորել է նաև ավտոմեքենա։ Ըստ պաշտոնական վարկածի հարձակումն իրականացվել է նախազգուշական կրակոցից հետո։ Այս բախումները լուրջ կասկածներ են հարուցում հրադադարի պայմանների լիարժեք պահպանման եւ կայունության վերաբերյալ։